Բարի օր ձեզ սիրելի ժողովուրդ, ահա ծաղկազարդ է եւ մենք ուրախությամբ գնում ենք եկեղեցի, վերցնում ենք ծառի ճյուղեր, օրենիների կամ պայմանների, արմավների ճյուղեր եւ ուրախությամբ ողջունում ենք Տեր Հիսուսի մուտքը Երուսաղեմ, բայց գիտեք, Տեր Հիսուսի Երուսաղեմ մուտքի ժամանակ 3 բան տեղի ունեցան, որոնց մասին եթե մենք խորությամբ մտածենք, դա մեզ պետքա սրսուրի մեջ պահի, արթուն պահի եւ լիքը բաների մասին մտածել տա։ Այս ձայնագրությունն այդ մասին է։ Խնդրում եմ համբերությամբ լսեք մինչև վերջ, եթե իսկապես ուզում եք տեսնեք, թե որն է ծաղկազարդի իրական պատգամը, որն է Տեր Հիսուսի Երուսաղեմ մտնելու իրական պատգամը։ Չէ՞ որ երբ որ Տեր Հիսուսը Երուսաղեմ եկավ, ժողովուրդը շատ ուրախ էին, բայց Տեր Հիսուսը լաց եղավ։ Տեր Հիսուսը Երուսաղեմացիներին ասեց. Երուսաղեմ, Երուսաղեմ, երանի ես օրերին գոնե գիտենայր, գոնե բառը օգտագործեց, գոնե գիտենայր քո խաղաղության ժամանակը, եւ ասեց, որ քարը քարի վրա չի մնալու, ամեն ինչ կործանվելու է, որովհետեւ դու չիմացար քո այցելության ժամանակը։ Այս 3 բաների մասին եմ ուզում ձեզ հիմա խոսել ըստ եկեղեցու հայրերի մեկնության եւ բացատրության։ Խնդրում եմ համբերությամբ մինչև վերջ լսեք եւ կիսեք ձեր էջերին, որպեսզի մեր ազգի զավակներն իմանան, որովհետեւ մենք հիմա աշխարհում ապրում ենք այնպիսի ժամանակներում, որ մի տեսակ ոնց որ մարգարեական վախճանաբանական ժամանակների նման լինեն, այս ահավոր պատերազմները, որ կատարվում է 4 կողմը, այս ամբողջ այս պատուհասները, որ գալիս են մարդկության վրա, մենք պիտի իմանանք ինչն է այս ամեն ինչի մղիչ ուժը, ինչն է այս ամեն ինչը բերում եւ ուշադիր լինենք մեր կյանքերի համար, որովհետեւ Տեր Հիսուսը հենց նման բանից զգուշացրեց, ասեց քաղաքում քարը քարի վրա չի մնա, Երուսաղեմ թշնամիները կպատեն քեզ, կավերեն քեզ, կսպանեն քո որդիներին եւ քարը քարի վրա չի մնա, որովհետեւ դու չիմացար քո այցելության ժամանակը։ Ու սա ասում է Աստուծո որդին, բոլոր թագավորների թագավորը, աշխարհի փրկիչը, մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Սիրելի բարեկամներ, այս դեպքերից հետո, երբ որ Տեր Հիսուսը իր խաչելությունից եւ Սուրբ Հարությունից մի շաբաթ առաջ հաղթական մուտք գործեց Երուսաղեմ խոնարհաբար, այդ դեպքերից 37 տարիներ հետո, 70 թվականին, Երուսաղեմ քաղաքը կործանվեց, ավերվեց, ահագին մարդիկ զոհվեցին, ինչպես որ Տեր Հիսուս Քրիստոսը ասել էր, հռոմեական զորքերը Տիտոս գեներալի ղեկավարությամբ պաշարեցին քաղաքը, քանդեցին քաղաքի պատերը, պարիսպները, այդ ձեզանից ովքեր որ Երուսաղեմում եղել են, տեսել են, չէ, հին քաղաքի ինչ գեղեցիկ պարսպապատված է, այդ պարիսպները ջարդեցին, քանդեցին, երևի մեծ ծակեր արեցին, հետո են դրանք վերանորոգվել մի 2-300 տարի հետո, եւ մտան քաղաքի ներսը, տաճարը ավերեցին, քաղաքը հրի մատնեցին, վառեցին, կործանեցին քաղաքը, իսկ Տեր Հիսուսը զգուշացրեց քրիստոնյաներին եւ ասեց իր հետևորդներին, ասեց. ձեզանից նրանք, ովքեր որ տեսնեն Երուսաղեմը շրջապատված զորքերով, փախեք լեռները։ Նրանք, ովքեր իմացան այս բաների մասին, որովհետեւ մոտ էին Քրիստոսին, փրկվեցին։ Ուրեմն 3 բան, երբ որ Տեր Հիսուսը ծաղկազարդի ժամանակ, Երուսաղեմ մուտքի ժամանակ մտավ Երուսաղեմ, նա լաց եղավ։ Ես հիմա ձեզ քիչ հետո կասեմ, թե ինչու նա լաց եղավ։ Նա ասեց, դու չիմացար քո այցելության ժամանակը եւ ասեց, որ գոնե այս օրերին իմանար քո խաղաղությունը։ Հիմա սրանք շատ լուրջ բաներ են, չէ՞։ Ինչու է Աստծո որդին լաց լինում։ Ինչու է Աստծո որդին ասում, գոնե այս օրերին իմանար, այսինքն այդ ինչա որ գոնե այս օրերին իմանար, հեսա ժամանակը վերջանում է եւ բացատրում է, թե այդ կործանումը ինչու համար է գալիս։ Ես ձեզ կպատմեմ այս բաների մասին ըստ արևելյան ուղղափառ եկեղեցում մեր եկեղեցիների հայրերի հավաքական մտքի։ Ուրեմն սիրելի ժողովուրդ, տեսեք, որ Տեր Հիսուսը, իմիջիայից այս բանի մասին դուք կարող եք կարդալ Ղուկասի ավետարանի 19-րդ գլխում 45-ից մոտավորապես այդպես 40, ներողություն 42-ից 44, 45 համարներն է, եւ գիտեք, Տեր Հիսուսը լաց է լինում ոչ թե նրա համար, որ ինքը վախենում է, որ հեսա պետք է իրան խաչեն, ոչ, ինքը նախ այդ իր լաց լինելը ցույց է տալիս, թե ինչքան մարդկային էր ինքը, ինչքան ինքը կարեկցում էր ցավերի համար, այլ ինքը լաց է լինում, որովհետեւ ինքը տեսնում է քաղաքի հոգևոր կուրությունը եւ այդ հոգևոր կուրության մեջ, թե Երուսաղեմի բնակիչները ինչ փորձանք էին բերում իրենց գլխին։ Այս դրա համար Տեր Հիսուսը լաց է լինում եւ ասում է, որ դու չիմացար քո այցելության ժամանակը, գոնե այս օրերին դու իմանայր այդ խաղաղությունը, որ դու ունես, որովհետեւ սա մեզ ցույց է տալիս, որ Աստուծո շնորհը, որի մեջ մարդիկ ապրում են, հավերժական չի քո ապաշխարելու համար։
Գոնե այս օրերին, այսինքն մի շաբաթ է մնացել, մի շաբաթ հետո Տերը արդեն կամ մինչև Երուսաղեմի կործանումը մնացել է, չգիտեմ, 37 տարի, ժամանակը սահմանափակ է, ամբողջ միտքը սա է, ժամանակը սահմանափակ է, դու քանի հնարավորություն ես, դու պետք է անհապաղ ապաշխարես, փոխես քո կյանքը, փոխես քո վերաբերմունքը ամեն ինչի նկատմամբ։ Օրինակի համար հասարակ բան եմ ասում, սիրում եք չէ ֆուտբոլ, երևի տեսակ ես իմեջում այսօր գրել էի, օրինակ երեք UEFA-ն, սիրում եք չէ, սա աշխարհի խաղերն են գալիս բան եւ այլն, երեք UEFA-ն 95,000 եվրո տուգանել է սերբիական մի հատ ակումբի, կարծեմ, չգիտեմ ինչ զվիզդա էր կոչվում, հիշում եք մի 2-3 շաբաթ առաջ իրենց այդ ֆուտբոլասերները բան էին արել, այնպես էին հագնվել տրիբունայով, կարծես Տեր Հիսուսը լիներ, այդպես իկոնայի պես սրբապատկերի պես սարքել էին, ոմանք ասում են, որ Սուրբ Սիմեոնը, ես չգիտեմ, բայց ոնց որ Տեր Հիսուսը լիներ, եւ գրել են, որ մեր հավատքը թող օգնի մեզ հաղթել, այդպիսի բան էին գրել։ Ուրեմն սա այդ UEFA-ին դուր չէր եկել եւ իրենք ասել են տուգանել են 95,000 եվրոյով, ակումբը կարա բողոքարկի, բայց հարցը սա չի։ UEFA-ն, դուք սիրում եք չէ ֆուտբոլ, հասարակ բան ասում եք, լավ կիրակի օրը եկեղեցի կարող գնամ, կարող չգնամ, սենց բաներ են անում, ժամանակը սահմանափակը, որպեսզի մենք այսպիսի եւ նմանատիպ բաների դեմ մեր վճռական վերաբերմունքը արտահայտենք։ Ես շուտմանից արդեն այս աշխարհի խաղեր բաները ինձ չի հետաքրքրում, որտեղ սրանք այս աշխարհի գործեր են, ժամանակավոր գործեր են, հա լավ բաներ են, բայց եթե UEFA-ն sense բան է անում, Քրիստոսին հակառակ է գնում, ես էլ չեմ ուզում նայեմ սրանց խաղերը ու չեմ նայելու, որովհետեւ ես Քրիստոսի հետ եւ իր բարեկամների հետ եմ ուզում իմ ժամանակը եւ ժամանցը անցկացնել, այլ ոչ թե Քրիստոսի թշնամիների հետ, Քրիստոսի հակառակորդների հետ, նրանց հետ, ովքեր սատանայի կողմից են ու մարտնչում, ըմբոստանում են Քրիստոսի դեմ։ Այսինքն հասարակ, առօրյա բաների նկատմամբ, սիրելի քրիստոնյա եղբայրներ ու քույրեր, դուք եւ ես պետքա վճռական վերաբերմունք արտահայտենք։ Դրա համար եմ ասում, որ այդ ապաշխարությունը անհապաղ գործ է, որովհետեւ ժամանակը քիչ է։ Հիմա տեսեք Տեր Հիսուսն ասում է, որ Երուսաղեմին ասում է, դու չիմացար քո այցելության ժամանակը։ Ո՞րն է այդ այցելության ժամանակը։ Գիտեք, Աստված հիմա մեր համար որն է այդ այցելության ժամանակը։ Աստված միշտ թակում է մեր սրտի դուռը, որպեսզի մենք բացենք։ Այդպես էլ գրված է Հովհաննեսի հայտնության գրքի մեջ 3-րդ գլուխ համար 20, որ ես կանգնած եմ դռան մոտ եւ թակում եմ։ Ով որ բացի իր դուռը ներս կգամ եւ մենք իրար հետ կընտրենք, քեֆ կանենք եւ կուրախանանք։ Դու պետքա բացես քո դուռը Աստուծո որդու համար։ Ուրեմն տեսեք, այս քաղաքը պատժվեց ոչ թե Աստված դաժան էր, այլ որովհետև քաղաքի բնակիչները չօգտագործեցին այն պատեհությունը, որ տրված էր իրենց փրկության համար։ Նույնպես էլ մենք չգիտենք մեզ ինչքան ժամանակ է մնացել։ Օգտագործեք այսօր այն պատեհությունը, որ տրված է ձեզ ու մեզ մեր փրկության համար։ Վաղը մեզանից ոմանք այս աշխարհը թողնելու են։ Մյուս օրը ուրիշ մարդիկ են թողնելու։ Մեզանից որևէ մեկը չգիտի, թե մեզ ինչքան ժամանակ է տրված։ Հիշեք, սիրելի քույրեր ու եղբայրներ, Տեր Հիսուս Քրիստոսը եկավ մեզ բժշկելու, մեզ փրկելու այդ իր այցելությունը։ Բայց մենք եւ Երուսաղեմացիները այդ ժամանակ շատ-շատերը չեն ուզում այդ փրկությունն ու բժշկությունը, այլ ընտրում են այս աշխարհի հաճույքներն ու հակառակությունը Աստծուն։ Հաճույքները այդքան էլ վատ բան չեն, նայած թե ինչի մաս, դրա մասին չի խոսքը, այլ այդ հակառակությունը Աստծուն եւ բերում են որպես վայ, որպես կործանում այդ ընտրության տրամաբանական հետևանքը։ Հիմա ինչպես է Աստված մեզ այցելում, հա, որովհետեւ Քրիստոսն ասում է դու չիմացար քո այցելության ժամանակը։ Առաջինը Աստված մեր հետ խոսում է մեր խղճի ձայնով։ Մեկ-մեկ լինում է, չէ՞ ինչ-որ մի բան ես զգում ես, որ ճիշտ չեղավ, քո խիղճը սկսում է քեզ տանջել։ Այդ նշանակում է, որ երևի Աստված քո խղճի ձայնով քո հետ խոսում է։ Պետքա լսես։ Մի անտարբեր եղի ու մի անտեսի քո խղճի կանչին։ Խիղճը տանջում է, մի արա, ասա ավելի լավ է խիղճս հանգիստ լինի, որտեղ մարդը պետք է խղճով հանգիստ ապրի։ Երկրորդ, օրինակի համար կարող է, ասենք, կարիքավոր մի մարդը խնդրանք ունի քո նկատմամբ։ Դու պետք է կարեկցանքով, չգիտեմ, կարաս օգնես, չես կարող օգնես, բայց պետքա կարեկցանքով վերաբերվես քո մերձավորի նկատմամբ։ Դու չես կարող նրանից կաշառք վերցնել, դու չես կարող նրանից զրկես իր բաժինը, նրա երեխաներից զրկես իր բաժինը, ինչա թե դու 5 աստղանի հյուրանոցներում ուզում ես գնաս հանգստանաս կամ հարուստ կյանք ունենաս։ Դու մի օր ինչ որ մի ձևով հատուցելու ես այդ, դու հետ ես տալու այդ ամեն ինչը, դու դուրս ես տալու
անարդար ձևով վերցրածը դու չես վայելելու, այլ դու հատուցելու ես հնարավոր է 7 նապատիկ, հնարավոր է շատ ավելի անգամ։ Ուրեմն դու պետքա կարեկցես քո մերձավորին։ Կարողա դու նույնիսկ մի կտոր հաց չունես իրեն տալու։ Գնա կողք եղի։ Մեկ-մեկ մարդկանց ասում ես, այսիշ մարդը նեղության մեջ է, արի գնանք այցելենք, ասում գնամ ինչ ասեմ, ես ամաչում եմ, չգիտեմ։ Գնա կողքը եղի։ Գնա կողքը նստի, որ այդ մարդը իր տխրության ու վշտի մեջ մենակ չմնա։ Մենք պետք է կարեկցենք մեր մերձավորին, մերձավորի կարիքի ու վշտի միջոցով Աստված այցելում է քեզ, Աստված քեզ կանչում է, որպեսզի դու լսես Աստծո ձայնը։ Ուրիշ ձևով, որ Աստված, օրինակ, շատ տարածված ձևով Աստուծո այցելությունը լուրջ ձևով գրված է Աստվածաշնչի մեջ, մինչև մարդը բացում կարդում է, բայց մարդ կա ընդհանրապես չի կարդում։ Մարդ կա բացում կարդում է, ստեղից մտնում է, ստեղից անցնում է ու ինքը գնում է իր գործերով, այն որ Սերնացանի առակի մեջ այդպես դեպք կա, չէ, որ ասում է աշխարհի հարստություններն ու պատրանքները եկան խաբեցին, ինքը գնաց իր գործերով, նեղությունները իրեն պատեցին, ինքը չլսեց, չդիմացավ։ Մարդ էլ կա կարդում է, չի հասկանում, երկրորդ անգամա կարդում, երրորդ անգամա կարդում, իր համար դա կարևոր է, գնում է քահանայից է հարցնում, գնում է ուրիշ տեղից է հարցնում, գնում է հոգևոր խոստովանավորից է հարցնում, որովհետև Աստուծո խոսքը հասկանալը իր համար կարևոր է։ Այս եւ նմանատիպ ձևերով Աստված այցելում է մեզ։ Դրա համար սիրելի ժողովուրդ, դուք էլ եթե Telegram ունեք, միացեք մեզ Telegram-ում, այսպիսի էջ կա, ալիք կա, կոչվում է Աստվածաշունչն ամեն օր։ Փնտրեք Telegram-ի մեջ եւ միացեք այնտեղ տասնյակ հազարավոր հայ մարդկանց, ովքեր ամեն օր մի գլուխ կարդում են Աստվածաշնչից։ Սիրելի ժողովուրդ, Տեր Հիսուսը մտավ Երուսաղեմ, լաց եղավ, ասեց գոնե այս օրերին իմանար քո խաղաղության ճանապարհը եւ ասեց քար քարի չի մնալու, որովհետեւ քաղաքը կործանվելու է։ Ինչ ենք մենք այս ամեն ինչից սովորում։ Մենք պետքա ապաշխարենք առանց հապաղելու։ Մենք պետքա անմիջապես փոխենք մեր վարքը։ Սկսեք փոքր բաներից։ Տեր Հիսուսն ասեց, ով որ հավատարիմ է քչի մեջ, հավատարիմ կլինի նաև շատի մեջ։ Բերանը ձեր զսպեք, այսպիսի խոսք կա Աստվածաշնչում մի քանի տեղեր, ասում է, ով որ ուզում է լավ օրեր տեսնի, թող զսպի իր բերանը։ Մի հայոյեք։ Ցավոք սրտի մենք ապրում ենք մի այնպիսի օրերում, որտեղ նույնիսկ կանայք են սկսել հայոյել։ Կանայք սկսել են հայոյել Facebook-ներում կամ չգիտեմ Instagram-ներում, սոցիալական ցանցերում, միգուցե այս ամեն ինչը fake է, բայց այդ fake-երի հետևում ախր իրական մարդիկ են նստած։ Երեխեք դուք դրանց համար պատասխան եք տալու։ Մի հայոյեք, չար բաներ մի արեք, անհապաղ սկսեք ապաշխարել, որովհետև քանի դեռ ժամանակ կա եւ Տերը սկսում է ձեզ այցելել իր ողորմությամբ։ Երկրորդ, կարեկից եղեք ուրիշների նկատմամբ։ Չի կարելի անտարբեր լինել ուրիշ մարդկանց ցավի նկատմամբ, որովհետև այդ ցավի միջոցով Աստված, այդ կորուստի միջոցով Աստված այցելում է ձեզ։ Եվ այդ ժամանակները հնարավոր է որ այդ մարդիկ մեղք գործած լինեն, ինչ-որ մի բան սխալ արած ունեն, դրա համար իրանց վրա գալիս է այդ բանը, բայց մեր վերաբերմունքը ու ձեր վերաբերմունքը իրանց նկատմամբ պետք է լինի ոչ թե դատապարտումը, այլ աղոթքը եւ կարեկցանքը։ Մնացածը թողեք Աստծուն։ Եվ տեսեք Հիսուսն ինչ ասում է, դու չիմացար քո խաղաղության ժամանակը, երանի թե դու գոնե այսօր գիտենայիր քո խաղաղության ժամանակը։ Սրանից մենք սովորում ենք, մեր եկեղեցու հայրերը սովորեցնում են, որ Աստուծո տված խաղաղությունը, որ վերը ամենայն մտքից ու գաղափարից չէ, ինչպես մենք ասում ենք պատարագի ժամանակ, որի վերը խաղաղությամբ քով Քրիստոս, որի վեր է քան ամենայն միտս եւ զբանս, այսինքն ամենայն միտք եւ գաղափար խոսք։ Ուրեմն այս խաղաղությունը ոչ թե պատերազմի բացակայությունն է, ոչ թե նեղության ու դժվարության բացակայությունն է, այլ հաշտ կյանք Աստուծո հետ։ Աստուծո տված խաղաղությունը դա հաշտեցումն է Աստուծո հետ։ Սա շատ կարևոր բան է։ Եթե ուզում եք այս մասին ավելի իմանալ, կարդացեք Աստվածաշունչը։ Եթե ուզում եք այս մասին ավելի իմանալ, կարդացեք Դարձիր առ Աստված գիրքը, որը տպագրված է վերջերս եւ վաճառվում է եւ առկա է գրախանութներում, հատկապես հոգեվոր գրախանութներում, այդ գրքի ամբողջ երրորդ բաժինը Աստուծո հետ հաշտության մեջ է։ Եթե խաղաղություն եք ուզում, կյանք եք ուզում, հաշտվեք Աստուծո հետ։ Այս բաներն եք սիրելի բարեկամներ մենք սովորում ծաղկազարդից, որովհետև ծաղկազարդը որ եկավ, Տեր Հիսուսը չասեց, «Վա ինչ լավ ապրեք, որ ես եկել եք ինձ դիմավորում եք, բան», չէ, լաց եղավ։ Ասեց գոնե այս օրերին Երուսաղեմ, գոնե այս օրերին իմանայր քո այցելության ժամանակ, քո խաղաղությունը, գոնե այս օրերին։
Չիմացան շատ շատերը եւ ասեց ահա գալու են ժամանակներ, թշնամիները պաշարելու են քեզ, ներխուժելու են քաղաք, սպանելու են քո որդիներին եւ քարը քարի վրա չի մնալու, որովհետեւ դու չիմացար քո այցելության ժամանակը։ Սիրելի եղբայր, քույր, զավակ, կամ որդի, կամ հայր, կամ մայր, որ նայում ես այս ձայնագրությունը, հենց հիմա Աստված քեզ այցելում է։ Այս ժամանակը, որ դու ունես, Աստված քեզ այցելում է։ Նայ քո սրտի մեջը, նայ Տերը քեզ ոնց է այցելում։ Եվ իմացի այդ ժամանակը, դարձիր առ Աստված, ծնկի արի, ասա Տեր Հիսուս Քրիստոս, ներիր սխալ եմ ապրել, որտեղից սկսեմ, ինչ անեմ։ Գնա եկեղեցի, քահանայի հետ խոսի, պատարակների մասնակցի, սովորի պատարակները, վերցրու ձեռքդ Աստվածաշունչը ու սկսի կարդալ, չես հասկանա նորից կարդա, երրորդ անգամ կարդա, չորրորդ անգամ կարդա, ախր դա հաց է, Տեր Հիսուսն ասեց, մարդը միայն հացով չի ապրի, այլ ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստուծո բերանից։ Չէ որ դու մի անգամ հաց ես ուտում, դու մոռանում ես քո կերածը, դու գնես երկրորդ անգամ ես ուտում, դու գնես երրորդ անգամ ես ուտում, դու օրը 2-3 անգամ ուտում ես եւ այսպես ամեն օր տասնամյակներ մինչեւ քո շունչը փչելու օր ես երկրի վրա։ Նույնպես էլ Աստուծո խոսքը, որ հաց է մեր հոգիների համար, եւ խաղաղությունը դա ոչ թե պատերազմի բացակայությունն է, այլ հաշտությունը Աստուծո հետ, որ տեղի է ունենում Տեր Հիսուս Քրիստոսով իր ուղղափառ առաքելական ընդհանրական եկեղեցու մեջ եւ մեր Փրկիչ ու Տեր Հիսուս Քրիստոսին Հոր եւ Սուրբ Հոգու հետ միասին փառք, իշխանություն եւ պատիվ այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։